հայերեն ու երբեմն շատ ավելի մոտիվացված ու իրենք էլ ունեն կարծիք իրենց հայրենիքի մասին։ Ասում են այո չեն կարող գալ դրսից ինչ-որ մարդիկ ու ինչ-որ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության Իհարկե, սպառնալիքներ պետք է չհնչեցնեն։ Պարոն Կարապետյան, արդեն տուգանել են հեծին 10 միլիոնով տաշիրից ցանցն են փակել, սրա մասով ինչ կասեք, որոշ կետեր տաշիրից։ Ոչ մի բան, նորմալ է։ Պարոն Կարապետյան, ինչ փոխվեց այս իշխանության մոտ, որովհետև դուք նաև այս իշխանության օրոք եք բարեգործական ծրագրեր իրականացրել Հայաստանում, ինչը փոխվեց։ Իշխանության օրոք չենք իրականացրել, այլ իրականացրել ենք մեր երկրում։ Այսինքն չկա իշխանության համար չենք արել, դա արել ենք մեր երկրի համար օգտակար լինելով մեր հայրենակիցներին ու դրա դիմաց չպահանջելով ոչ մի բան։ Այսինքն Պարոն Կարապետյան մի հարց, տեսեք Կարապետյանները, մասնավորապես Սամվել Կարապետյանը իշխանության հավակնելու, այսպես իշխանությանը հավակնություն ունի, օրինակ դիտարկվում է այնպիսի իրավիճակ, որ հաջորդ ընտրություններին կարող է առաջադրվել ու երևի ճիշտ հաշվետեր չեք գտել, ես կարող եմ տնտեսական գործունեությունը, որ մենք տանում ենք դրա մասին չեք գտել այդ հարցը տալու։ Չէ, դուք օրինակ դուք մեկնաբանում եք, որ Նիկոլ Փաշինյանը վախեր ունի դրա հետ կապված եւ փորձում է օրինակ չեզոքացնել այդ ուժերին։ Դուք այդպիսի մտավախություն օրինակ այդպիսի ազդակ ստանում եք, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ հնարավոր է այդպիսի մտավախություն ունի եւ ըստ ամերիկյան վերջի հարցումների, ինչքան ես գիտեմ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայերի մեջ համարվում է ամենաբարձր ռեպուտացիա ունեցող ինստիտուտը մեր երկրի։ Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության մեծամասնությունը աջակցում է իր եկեղեցուն եւ տեսնում է իր հոգու կարիքների հոգալու տեղը իր եկեղեցում։ Այո, կլինեն մարդիկ, ովքեր ինչ-որ խնդիրներ են տեսնում, կլինեն սպասավորներ, ովքեր խնդրահարույց են, բայց նույնը կա բժիշկների մեջ, ոստիկանության մեջ, անգամ մեր կառավարության մեջ կարող է հազվադեպ, բայց կարող է լինեն մարդիկ, ովքեր արժանի չեն իրանց դիրքին։ Դուք կարծում եք միայն եկեղեցուն պաշտպանելու համար, եթե տեսնում եք այդպիսի վտանգ, օրինակ Ռուսաստանի աջակցությունը չեմ կարող ասել, ինչքան ես հասկանում եմ, շատ տարօրինակ է, որ այսպիսի մեծ եկեղեցական տրադիցիա ունեցող երկրի ղեկավար կարող է այսպիսի բացասական վերաբերմունք ունենալ իր երկրի հիմնական ինստիտուտներից մեկին։ Շնորհակալություն։ Ռուսաստանից արձագանքներ կան, օրինակ Զախարովան, կներեք, շնորհակալ եմ, մյուսը հետո կշարունակենք։ Մի բան ես հարցեմ, պարոն Կարապետյան, ձեր կարծիքով միայն վերջին հայտարարություններ ձեր հորեղբոր պատճառը, որ այսպես արշավ սկսվեց ձեր դեմ, թե նախապատմություն այլ հիմքեր ունեն, որովհետև մենք հիշում ենք, որ վատ չէին ձեր հարաբերությունները, հա, Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա ձեզ էր գովում, այսինքն բարերար գործարարներին Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին Արցախում դեռևս չհանձնված իր կողմից։ Հետո 21 թվականին Սամվել Կարապետյանը ջերմընդունելության արժանացավ Նիկոլ Փաշինյանի մոտ, եւ այս ընթացքում ձեր կողմից, ձեր ընտանիքի կողմից այդպես ընդդիմացող ինչ որ բաների չենք տեսել, հա, չենք որ մասնակցում եք։ Ինչ է առիթ տեսլական ունենք, մեր տեսլականը կայանում է սրանում։ Եթե մեր ժողովուրդը ընտրում է ղեկավար, մենք կաշխատենք այդ ղեկավարի հետ եւ կփորձենք մեր երկրին ինչ որ դրական էֆեկտ տալ։ Միշտ աշխատել ենք այդպես ու երբեք խնդիր չի եղել։ Բայց դուք տեսնում եք, չէ՞, ղեկավարը ինչ քայլեր անում, օրինակ հանձնեց Արցախը, չգիտեմ, բազմաթիվ այլ հայտարարություններ արեց, Հայաստանի սուվերեն տարածքից որոշ տարածքների նրա օրոք զիջվեցին թշնամուն ու այսպես շարունակ, կարելի է ցանկը թվարկել։ Այդ ժամանակ դուք ոչինչ չեք ասում։ Հայելին պետք է լինի ժողովրդի կարծիքը, մարդկանց կարծիքը, եթե մեր հայրենակիցները կողմ են, եթե կողմ չեն, ուրեմն կողմ չեն։ Դուք կողմ եք այդ ժամանակ, օրինակ 21 թվականին, 20 թվականից հետո, բայց չեք արտահայտել ձեր դեմ լինելը երբևէ որևէ առիթով։ Երևի չեք հիշում, Սամվել Կարապետյանն էլ, իմ հայրն էլ, Կարեն Կարապետյանն էլ կոչ են արել վարչապետին հրաժարական տալ։ Շնորհակալություն։